թանկունցը, ձեզ էլ հաջողություններ եմ մաղթում եւ ողջունում եմ։ Եվ այժմ անցնենք կառավարության նիստի օրակարգի հաստատմանը։ Օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ եւ դիտարկումներ չկան, ըստ այդմ օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության։ Ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտարկումներ չկան։ Քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա հաստատմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատված է։ Այժմ անցնում ենք զեկուցվող հարցերի քննարկմանը, հարց համար 42 Ճանապարհաշինական ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում բյուջեում փոփոխություններ եւ վերաբաշխում կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է կատարել 15.65 միլիարդ դրամի վերաբաշխում եւ դրանք ուղղել մի շարք ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, փորձաքննության, նախագծերի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաեւ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար նախագծի մեջ ընդգրկված ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է 63.5 կիլոմետր, մի մասը հանրապետական նշանակության, մի մասը միջպետական եւ զգալի մասը հիմնանորոգումների մասով տեղական նշանակության ճանապարհներ են։ Միաժամանակ, պարոն վարչապետ, կցանկանամ նշել, որ նախորդ չզեկուցվող հարցերի երկու հարցով էլ կրկին վերաբաշխումներ են կարել եւ 3.7 միլիարդ դրամ արդեն հատկացեցինք ընդհանուր 76.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհների միջին նորոգման եւ 1.6 միլիարդ դրամ կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 10.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման համար այս աշխատանքները, որոնք կթվարկենք դրանց մի մասը արդեն շինհրապարակներում իրականացվում են, ընդհանուր այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բացի դա նաև սուբվենցիոն ծրագրեր հաստատեցինք չզեկուցվող հարցերի փաթեթով, նաև էլի կապիտալ ներդրումների մասով մենք նաև մանկապարտեզների հետ կապված որոշումներ ենք ընդունել։ Ես հիմա դրանք բարձրաձայնեմ, նախ առաջին փաթեթի մեջ ընդգրկված նախագծերը հետևյալն են։ Արագածոտնի մարզում Ռեաթազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում այս տարի կիրականացվի, ընդ որում երբ որ այց էի կատարել գյուղ եւ այն ժամանակ անձրևների հոսքերը լցվում են մերձագա տները եւ բակերը եւ այդ ժամանակ հանձնարարեցի, որ մենք այդտեղ լուծում գտնենք, սա այդ նախագիծն է, ճիշտ եմ արձանագրում։ Պարոն վարչապետ, պայմանագիրը արդեն ունենք, շինարարական աշխատանքները առաջիկա շաբաթների ընթացքում կմեկնարկեն։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզում Ծովակից Վարդենից ստանող ավտոճանապարհի 9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, այս ճանապարհի մասին էլ ենք շատ խոսել։ Երկար մտածում ենք, թե ինչ տարբերակով է պետք առաջ գնալ, որովհետև ի սկզբանե նախագծված է ինքը բավական մեծ բարձրություն էր նախատեսում, որը մենք հասկացանք, որ չարժի այդքան ծախս անել, որովհետև իրատեսորեն Սևանը այդքան չի բարձրանալու, որ այդքան բարձրացնելու անհրաժեշտություն ունենանք, դրա համար մենք ավելի փոքր ծախսով ավելի քիչ կբարձրացնենք ճանապարհը։ Իհարկե այս մոտեցման թերությունն այն էր, որ ճանապարհի այդ հատվածը ըստ էության Սևանի շուրջ միակ կտորն է, որ լավ վիճակում չի գտնվում, բայց կարծում եմ արժեր այսքան մտածել, վերլուծել, որովհետև իսկապես այդ նախնական ծախսը շատ մեծ էր։ Առնվազն կիսով չափ, եթե չեմ սխալվում, ավելի շատ է կրճատվում, չէ՞, այս տարբերակում։ Պարոն վարչապետ, նախատեսված էր բարձրացնել շուրջ 6 մետր, որոշ հատվածներում, հիմնական հատվածներում 6 մետր, մենք այս նախագծով 1.5 մետր կբարձրացնենք, այնքան ինչքան անհրաժեշտ է առաջիկա տարիների համար,
Միաժամանակ ասեմ, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը 20 կիլոմետրից ավել է։ Մենք այս նախագծով կոնկրետ 3 լոտերով ենք պլանավորում իրականացնել։ Այսօրվա ներկայացված երկարությունը 9 կիլոմետր է, մյուս երկու նախագծերը այս բանի փորձաքննությունների փուլում են գտնվում, առաջիկայում էլի կներկայանան կառավարությանը այդ մասով վերաբաշխում խնդրելու։ Այսինքն հիմա մենք վստահ ենք, որ 27 թվին Սևանի շուրջը վատ վիճակում գտնվող ճանապարհ չենք ունենա։ 27 թվի վերջին չենք ունենա, պարոն վարչապետ, այս տարի էլ արդեն առիթ եղել է ներկայացնելու, հիմա շուրջ 40 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում էլի Սևանի հատվածում, Սևանից դեպի Երևան եւ Երևանից դեպի Սևան ընկնող ճանապարհին։ Մնացած բոլոր հատվածներում ճանապարհը նորմալ վիճակում է եւ շարունակաբար սպասարկելով եւ միջին նորոգում իրականացնելով երկար տարիներ կպահենք նորմալ երթևեկելի։ Շատ լավ։ Մի հատ Վարդենիսից ծափաթախատվածը մի հատ էլ է պետք նայել, այնտեղ փոքր կտորներ կարող լինեն, որ շատ մանր աշխատանքներ կա։ Այդ փոքր բաները պետք է ուշադիր լինել անել, որովհետև տենց ընդհանուր տպավորությունը ինքը իրենց բան չի ներկայացնում, բայց կարող ընդհանուր տպավորությունը փչացնի։ Այսինքն կարող է այդ ամբողջի վրա 3 հատ փոսը լինի եւ բանը լինի, էլի, այսինքն տպավորությունը փչանա։ Կարելի է արագ լուծել այդ հարցերը։ Նախորդ տարիներից ունենք այդպիսի դեպքեր, երբ որ միջպետական կամ հանրապետական նշանակության ենթադրենք 50 կիլոմետր ճանապարհի վրա երկու տեղով 500 մետր ճանապարհ դուրս է մնացել շինարարությունից։ Հիմա այս տարի այդպիսի ճանապարհների հիմնանորոգում ենք իրականացնում, օրինակ մեկը կարճ 300 մետր երկարությամբ Վաղարշապատ մտնող հատվածն է միջպետական մայրուղուց, մեկը Զվարթնոցի օդանավակայան գնացող հատվածն է, փոքր կտորներով դրանք ամբողջը երթևեկելի կպահենք։ Բայց այդ հարցը պետք է ինստիտուցիոնալ լուծել, որովհետև այդ կարգի խնդիրները կապված են հիմնականում ճանապարհների անձնագրավորման թերությունների հետ։ Այսինքն մենք ճանապարհը տեսնում ենք իր փաստաթղթերով, իր կոորդինատներով։ Հետո պարզվում է, որ երկու փաստաթղթի արանքում 100 մետր կտոր կա, որը կամ 300 կամ 500, որը չի փաստաթղթավորը։ Իհարկե, ցավոք սրտի ավելի մեծ կտորներ էլ ենք ունեցել, որովհետև մեզ թվացել է, որ ճանապարհը ամբողջական կառուցում ենք, հիմնանորոգում ենք, հետո գնացել ենք, տեսել ենք ինչ-որ մի հատված կա, բայց ինչա, այսքան հատվածը փաստաթղթերի մեջ չկա։ Նկատի ունեմ, այս փորձից պետք է ամբողջը գույքագրել, որ այդ խնդիրը լուծել։ Հաջորդ թիվ Կոտայքի մարզում Աբովյանից Արզնի եւ Նոր Գեղի տանող ավտոճանապարհի Արզնուձորի հատվածի 6-7 կիլոմետր երկարությամբ հատվածի նորոգում։ Զորավանից դեպի Արագյուղ Հելիկոտայքի մարզում Երնջատապ տանող ավտոճանապարհի 12.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Նախորդը 2026 թվին կավարտվի, այս մեկը 2027 թվականին։ Տավուշի մարզի Ենոքավանից դեպի Կարմիր գյուղ, Գյուղատեղի եւ Ջուջևան տանող ավտոճանապարհի 66.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս էլ շատ մեծ նախագիծ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ըստ էության մենք ճանապարհային նոր հատվածներ ենք ներդնում Հայաստանի Հանրապետությունում, որը կարծում եմ տնտեսական եւ ընդհանուր պայմանների համար անհրաժեշտ է, բայց մենք ընդհանուր ճանապարհներին արդեն մեծ խնդիր ունենք, որովհետեւ արդեն միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն տենց սովորական բան է դարձել, որը խնդրեմ է։ Մենք իհարկե ժամանակին խոսել ենք սրա մասին, բայց ես չեմ տեսնում տարբերակ, որ մենք կարողանայինք ճանապարհների վիճակը տեխնիկական հնարավորությունները ավելի շատ արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը։ Բայց այն ռազմավարությունը, որը մենք ընդունել ենք, այդ տրամաբանությամբ մենք պետք է գնանք։ Հաջորդիվ Տավուշի մարզից Իցակարից Բերս տանող ավտոճանապարհի 9.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում ավարտ 2027 թվականին, սա Նավորի միջով անցնող կտորն է, չէ՞ որ։ Շինարարություններ ինչը թվարկեցիք, պարոն վարչապետ։ Բոլորի մասով շինարարությունները փաստացի մեկնարկել են, այսպայն շինարարները օբյեկտներում աշխատում են։ Շատ լավ։ Տավուշի մարզում էլի Բերդից Տավուշ գյուղի Խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում էլի ավարտը 26 թվին է նախատեսված։ Ամասիայից դեպի Բերթաշեն տանող ավտոճանապարհի Բերթաշեն բնակավայրով անցնող 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում Շիրակի մարզում ավարտը 2026 թվականին։
Արագածոտի մարզում Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության առաջի փողոցի մոտ 900 մետր ասֆալտապատում ավարտ 2026 թվականին, Մայիսյանից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտ 2026 թվականին, Տարոնիկից մինչև Մեծամորի թանգարան տանող ավտոճանապարհի հատման կետ 1.9 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտ 2026 թվականին Արմավիրի մարզի մասին էր խոսքը, կրկին Արմավիրի մարզում Լուկաշինից դեպի Նորավան եւ Արմավիր բնակավայրեր տանող ավտոճանապարհի 4.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը նախատեսված է 2026 թվականին, Արմավիրի մարզի Արտաշարի տարածքով անցնող ավտոճանապարհի 3.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտելի նախատեսված է 2026 թվականին, Արմավիրի մարզում Հացիկի տարածքով անցնող ավտոճանապարհի 3.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Լոռու մարզում Փամբակ համայնքի Բազում բնակավայրից դեպի Զորամաս տանող ավտոճանապարհի ասֆալտապատում ավարտը 2026 թվականին, Լոռու մարզում Ստեփանավան քաղաքի Ռաֆու փողոցի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Կոտայքի մարզի միկրոշրջան Թաղամասի 3-րդ փողոցի 1020 գծամետր հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Սյունիքի մարզում Շաղատից Բալակ տանող ավտոճանապարհի 2.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Անգեղակոթից Մուծք տանող ավտոճանապարհի 5.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը 2026 թվականին, Տրանսպորտային օբյեկտներ Հ1 ավտոճանապարհի Արգելի բնակավայրից դեպի Արձական բնակավայր տանող ավտոճանապարհի Արձականի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում ավարտը 2026 թվականին Կոտայքի մարզի մասին է խոսքը, Լոռու մարզում M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներում կառուցված երկրորդ կամրջին կից նույն թռիչքային կառուցվածքով կամրջի կառուցում ավարտը 2026 թվականին, սա տեղադրված չէր արդեն։ Վարչապետ, վճարման հետ կապված բանն ենք արդեն։ Հաստատի ավարտված է շնորհակալ։ Խաշթարակի վթարային վիճակում գտնվող կամրջի փոխարեն երկու հատ միմյանց կից պողպատե ֆերմաներով կամուրջի կառուցում, սա էլ ավարտված արդեն վճարումն ենք իրականացնում։ Հախոմ գետի վրա պողպատե ֆերմաներով կամրջի կառուցում, մեկը տեղադրված է, երկրորդը տեղադրման ընթացքի մեջ է, թե արդեն ավարտական փուլում ենք, ավարտական փուլում ենք, Տավուշի մարզում էլի։ Ահա սրանք էին հարգելի գործընկերներ, այս փաթեթի օբյեկտները, ավտոճանապարհների հետ կապված նաև այս մյուս փաթեթը միջին նորոգում է բոլորը։ Պարոն վարչապետ, մյուսը դպրոցներ տանող ճանապարհների։ Միջին նորոգումները հետևյալն են. Կոտայքի մարզում Աբովյանից դեպի Չարենցավան Չայնեի ոլորաններ տանող հատվածի միջին նորոգում այս տարի կավարտվի, Կոտայքի մարզում Չարենցավանից դեպի Խախսի տանող ճանապարհի միջին նորոգում, միջին նորոգումները բոլորը այս տարի կավարտվեն, Չարենցավանից դեպի Հրազդան ճանապարհի 15.6 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Հրազդանից դեպի Սևանի թերակղզի 16.9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում, Սևանից դեպի Սևանի թերակղզի 3.8 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Սյունիքի մարզում Գորայքիր դեպի Ծղուկ տանող 13.3 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Սյունիքի մարզում Սպանդարյանից դեպի Անգեղակոթ տանող ճանապարհ 6.1 կիլոմետրանոց միջին նորոգում, Իշխանասարից դեպի Նորավան 4.4 կիլոմետր ճանապարհ, էլի միջին նորոգում, Տավուշի մարզում Բերդից դեպի Այգեպար տանող ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում եւ էլի Տավուշի մարզից Վերին Կարմիրախպյուրից դեպի Արծվաբերդ տանող ճանապարհի 4.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Հիմա այն ճանապարհները, որոնք
նախատեսված են դպրոցների համար, այսինքն մենք պայմանավորվել ենք, որ նորակառույց կրթահամալիրները, բոլոր կրթահամալիրներ տանող ճանապարհները պետք է լինեն նորոգված վիճակում, այսինքն որը պետք է հիմնանորոգում, որը պետք է միջին նորոգում, բայց բոլորը պետք է նորոգված լինեն։ Հիմա թվարկենք նրանք, որոնք արդեն ընթացքի մեջ են։ Արագածոտնի մարզում Թալին խոշորացված համայնքի Գետապի հիմնական դպրոցը միավորվում է Արագածավանի դպրոցին եւ ճանապարհը դեպի Գետափ տանում, հա։ Արագածավան Գետապ ճանապարհն է բան։ Արագածավան Գետապ ճանապարհը էլի Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում Վերին Սասնաշեն բնակավայրի դպրոց տանող ճանապարհը, Գեղարքունիքի մարզում Վարդենիս խոշորացված համայնքի Ծափատաղ բնակավայրի Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դեպի Ջիլի դպրոցի տանող ճանապարհը, Լոռու մարզում Թումանյան խոշորացված համայնքում Լոռուտի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում դեպի Բազումի կրթահամալիր տանող ճանապարհը, Լոռու մարզում Շիրակի մարզում Կառնուտի դպրոց տանող ճանապարհը, Շիրակի մարզում Նոր կյանք հիմնական դպրոց տանող ճանապարհը, Շիրակի մարզում Քեթիի կրթահամալիր տանող ճանապարհը, Սյունիքի մարզում Ձագիկավանի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը, Տավուշի մարզում Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց տանող ճանապարհը եւ Տավուշի մարզում Լուսաձորի կրթահամալիր տանող ճանապարհը։ Ճիշտ ասացի ամեն ինչ, չխառնեցի ոչ մի բան։ Չէ, ամբողջը ճիշտ է, պարոն վարչապետ, մենք մի ցանկել ունենք, տվյալ պայմանավորվածություն ունենք, որ այն ճանապարհները, որոնց երկարությունը 1 կիլոմետր է, կգերազանցի, դրանք իրականացվում են ճանապարհային դեպարտամենտի պատվերով, մինչև 1 կիլոմետր ճանապարհների շինարարության պատասխանատուները մեծ հաշվով էլի մարզպետների աշխատակազմերն են եւ պատվիրատուներն են այս դեպքում նաեւ մարզպետների աշխատակազմերը, այդ ցանկով եւս շինարարություն գնում է առաջիկայում այդ մասով էլի վերաբաշխում անելու անհրաժեշտություն կառաջանա, սա ասում եմ նկատի ունենալով, որ այս ցանկը ամբողջական չի, մենք էլի դպրոցներ տանող ճանապարհներ ունենք, որոնք այս ցանկում չկար։ Առաջիկայում մենք նաև տրանսպորտային խնդիրները կլուծենք, քննարկել ենք մի քանի տարբերակներ, հիմա կսկսենք աշխատել եւ նաև հնդածս կերևա, թե որ տարբերակն է ավելի արդյունավետ, կամ կարող է միտեղ մի տարբերակն է ավելի արդյունավետ, երկրորդ տեղում էլ երկրորդ տարբերակն է ավելի արդյունավետ։ Այս թեմայի հետ կապված մի բան եմ էլի ուզում ասել, նախկինում անդրադարձել եմ, գիտեք, որ շատ քննարկումների տեղիք է տալիս մեր կրթահամալիրների ծրագիրը, եւ հիմա օրինակ իմացա, որ Երևանում կան դպրոցներ, որոնք տրանսպորտով, ավտոբուսներով Երևանի վարչական բոլոր շրջաններից երեխաներին հավաքում են, տանում են Երևանից դուրս կամ համարյա դուրս գտնվող դպրոցներ։ Եվ ծնողները ինչ են դա անում, որպես երեխեքը պատշաճ կրթություն ստանան։ Ոչ մեկ չի ասում, բայց ինչի այդ մարդիկ այդ երեխեքին չեն տանում իրանց շենքի կողքի դպրոց, որովհետև համարում են, որ այդ օրը այդքան ճանապարհ անցնելու արդյունքում իրանց երեխաները ավելի լավ կրթություն կստանան։ Հիմա մենք էլ այս ծրագրով նույնն ենք անում։ Մենք պատասխանատու ենք զգում երեխաների ստացած կրթության որակի համար։ Մենք պատասխանատու ենք զգում, որ երեխաները նորմալ լաբորատորիաներ ունենան, նախ առաջինը նորմալ կրթական միջավայր ունենան, սկսենք դրանից, որ երեխեքը չգնան մենակ դպրոցում կամ մի քանի հոգով դպրոցում, կամ դասարանում ձանձրանան։ Մեզ պետք է միջավայր, երկրորդը պատշաճ լաբորատորիաներ, մարզական ենթակառուցվածքներ եւ այլն, եւ այդպես շարունակ, ինչպես նաեւ
պատշաճ որակավորված մանկավարժական կադրեր։ Եվ սա շատ կարևոր եւ ռազմավարական նշանակության նախագիծ է, որը մենք պետքա ուղեկցենք, մենք պետքա խոսենք մարդկանց հետ, պետքա ներկայացնենք, պետքա ուղեկցենք եւ նաեւ ցույց տանք եւ պետքա իհարկե իրենք էլ արդյունքները շատ արագ տեսնեն։ Կրթության որակի հետ կապված երեք լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է։ Սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք։ Ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Որովհետև եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթացը։ Լավ 1 2 3 4 5 6 7, ասենք ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետքա վերջ, ասենք վերջ, էլ պետքա չաշխատի դպրոցում, որովհետև այդ իր աշակերտն է, որ գնում է, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են, էլի եմ ասում, շատ են կոմպրոմիսի գնում, անընդհատ հենց ինչ որ բաներ անում։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ, հատու, վճռական ձևով պետք է իրականացնել։ Եվ որևէ կասկածի տեղ չկա, որովհետև որևէ կասկած չկա, որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով